Վանաձորում հոկտեմբերի 17-ին ծննդաբերությունից ժամեր անց ծննդկանը մահացել է։ 32-ամյա Հռիփսիմեն Ազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ բժիշկներին են մեղադրում։ Սկեսուրը պատմել է, որ 21 օր առաջ 38-39 շաբաթական հղի հարսին բժիշկները զննել են, որոշել նրան ստացիոնար վերահսկողության տակ վերցնել։ 20 օր պարկացրին։ Իմ երեխուն ոչ սրսկեցին, ոչ դեղ տվին, ոչ մի բան, ասում էի ախր այ բժիշկ ոչինչ չեք տալիս։ Խիեք բամ 20 օր։ Քնարիկ Մնացականյանը նաև պատմել է, որ տանն առուզավակի ծնունդն էին նշում, երբ հարսը զանգահարել է, ասել, որ ուժեղարյունահոսություն ունի եւ խնդրել բժիշկների բերել հիվանդանոց։ Իմ հարսը զանգեց, ասավ որ այ մամ, մերնում եմ, հասեք, հեռախոսը վեր կալանք էտ ասավ, ասին չայլ է թե առնահոսում եմ, մամ ջան, հասեք։ Դիժուրնին պետք իրա գործն աներ, ով է այդ օրվա հերթապա բժիշկը պետք է աներ, չի արել, կամ որտեղ ալ է, կամ ինչ ա եղել, ինչով է զբաղվածել է, չեմ կարող ասեմ, որովհետև ինքը պետք է տեր եղներ, ոչ թե ես գնամ բժիշկին տանից բերեմ։ Հարազատները պնդում են, որ Հռիփսիմեն առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Ինչ ասեմ, տունը հետնես ռեմոնտ արել։ Աբո ենք կպցրել, դաժե շկուրկ էլա պատարել, եկել եմ միամիտ մտտել շկուրկը մապատարել, պատկերացրու։ Մեր թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը մանրամասն ներկայացրել է Հռիփսիմեն Ազլուխանյանի նախածննդյան պատմությունը, հավաստելով, որ ոչ այդ ընթացքում ոչ էլ ծննդաբերության հետ կապված շեղումներ չեն եղել։ Կատարվել է նախածննդյան հոսպիտալիզացիա, հղին հետազոտվել է, որևէ շեղումներ չեն հայտնաբերվել եւ ուրեմն հոկտեմբերի 17-ին սկսվել են կծկանքներ 18 ժամ 40 րոպեին բնական ճանապարհով ծննդաբերել է կենթանի հասուն տղա 3100 գրամ քաշով 51 սանտիմետր հասակով որևէ շեղում կապված ծննդաբերության հետ կնոջ մոտ չի դիտվել 32-ամյա Հռիփսիմեի մահվան պատճառների մասին նույնիսկ նախնական վարկած չկա։ Դավիթ Շահվերդյանն առաջարկում է սպասել դատաբժշկական փորձաքննության ավարտին, իսկ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետ ծննդաբերական պատրվածք, արտաքին սուր առնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմորագիկ շոկի։ Կնոջ հարազատները վճռական են տրամադրված, անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն։ Խորհրդարանական ուժերին վերջապես հաջողվել է համաձայնության հասնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ։ Առաջին ընթերցման քվեարկությունը կայացել է այսօր, իսկ վաղը երկրորդ ընթերցման քվեարկության դրված փաստաթուղթը կներառի այսօր իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այն վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առիթով քրեական պատասխանատվությանը։ Մենք եկանք համաձայնության, որը քիչ հետո դուք կլսեք, որ հարկավոր է տարանջատում կատարել դիտավորյալ կատարած գործողությունների եւ անկությունների հետ կապված եւ այնտեղ նաեւ տուգանքի գաղափարը դա որ տուգանքից մինչեւ արտադրքում որ արդեն վերջնական տարբերակով դուք կլսեք այսինքն այդ տարանջատումներ որ պետք է կատարվեն որը կատարվեց այդ տարանջատումը քրեական օրենսգրքում նկարագրած բոլոր հանցակազմերը ենթադրում են որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը բայց կատարում է հանցագործություն ապա նա պատժվում է թեև պետք է ասեմ որ չկա որևէ ոչ տրամաբանական հանցակազմ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սուտ հայտարարության մասին Ընդդիմության ներկայացուցիչներին էլ անհանգստացնում էր քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման հարցը Ստորագրված ցուցակների հրապարակման համար հայ հասարակությունը քաղաքացիական հասարակությունը անդիմադիր ուժերը պայքարում են երևի 90-ական թվականների վերջից այսինքն մոտ մի 15 տարի դրա համար պայքարել են եւ դա համարվել է չլուծվող հարց եւ ես կարծում եմ որ երբ որ նման չլուծվող համարվող հարցը լուծվում է Այդ կապակցությամբ պետք է շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են Հայաստանում կառուցել ժողովրդավարություն։ Ամեն դեպքում Լևոն Զուրաբյանը գոհ չէ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծից, նրա խոսքով այն իշխանություններին դեռևս վարչական լծակներն օգտագործելու, ընտրակաշարք բաժանելու եւ այլ կեղծիքների հնարավորություն է տալիս։ Նոր մանրամասներ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից Հայաստանի տրանսպորտի փոխնախարարը հայտնել է, որ Սկանիա Բեռնատարը, որին հոկտեմբերի 14-ին բախվել էր Մերսեդես Մագնիշի ավտոբուսը, կայանված է եղել ճանապարհից դուրս։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման չի կատարվել այդ կայանումը եւ հետեւաբար նախնական այդ վարկածը
որ հնարավոր է մեքենայի ոչ ճիշտ տեղում կայաննել, նա եղել պատճառը վթարի, կարելի է արդեն բացառել։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Օսիայում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել էր, 27-ը վիրավորվել։ Տուժածներից մեկը երկրորդ վարորդ Արեն Սայինյանն է, որն այս գիշեր կտեղափոխվի Հայաստան։ Նա աչքի վնասվածք է ստացել։ 2016 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախագահի կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտներն այսօր նախագահական նստավայրում էին։ Այստեղ պարգևատրման հանդիսավոր արարողություն է կայացել։ Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները նաև հուշախորհրդանիշ եւ դրամական պարգև են ստացել։ Այս տարի նախագահի ամենամյա կրթական պարգևին 28 ուսանող եւ 15 աշակերտ է արժանացել։ Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում։ Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում։ Արթուր Պետրոսյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 44-ամյա Պետրոսյանը ներկայում գլխավորում է շվեյցարական Ցյուրիխի երիտասարդական թիմը։ Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից։ Ֆուտբոլային կարիերայի տարիներին 1992-ից 2005 թվականներին նա Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ։ Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո։ Հոկտեմբերի 19-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, եվրոն նույնպես։ Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոին է 522, ռուբլուն է 7 դրամ 61 լումա, ֆունտին է 584 դրամ։ Հոկտեմբերի 20-ին Լորիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, հանրապետության մյուս մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։